Այսօր մայիսի 28-ն է Հայաստանի առաջին հանրապետության օրը, տոնը նշվել է ապարանում։ Սարդարապատի հուշահամալիր է այցելել իշխանական Վերնյան խավը։ Այլևի այսօրվա ցուցադրական շոուն Լաչինում միջազգային նոր օդանավակայան է բացում։ Ով կստանձնի Երևան-Բաքու շփման հաշտարարի դերը։ Վառելիքի շուկայում անորակ բենզին է վաճառվում, ինչ են անում պատկան մարմինները։ Հայաստանում կա 429 անվանում դեղ, բայց պարզվում է, որ դրանց մի մասը գրանցված չի։ Պետք է արդյոք, որ ծնողները սոցցանցերում հրապարակեն իրենց զավակների լուսանկարները, ինչ վտանգներ կան։ Ով կհաղթի մարդու եւ արհեստական բանականության միջև պայքարում, ինչ են առաջարկում մեդիա մասնագետները Մետայի խափանման դեպքում, երբ վտանգված են օգտատերերի հաշիվները։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Մայիսի 28-ը պարզապես օրացույցի հերթական օրերից չէ, հայ ժողովրդի անսասան կամքի, հայրենիքի հանդեպ անսահման սիրո և ազատ ապրելու իրավունքի վկայությունն է։ Մեր պետականությունը հայի համար ոչ միայն վարչական կառուցվածք է, այլև ազգային գոյության, անվտանգության և արժանապատիվ կյանքի հիմքը։ Հայ ժողովրդի համար պետականությունը ունի հսկայական պատմական, հոգևոր և գաղափարական արժեք, որովհետև դարեր շարունակ առանց պետականության գոյատևելով մենք կրել ենք օտարի լծի ցավը, բայց պահել ենք ինքնությունը ու հայկական ոգին։ Եվ երբ ունեցել ենք պետականություն անգամ կարճ ժամանակով, ինչպես 1918 թվականին առաջին հանրապետությունը, այն դարձել է ազգային ոգու վերածնման աղբյուր։ Ազգ հայոց թուրքը, մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության, գալիս է Արարատյան երկրի վրա։ Մեր վերջին արյունին ծարավ թշնամին նաև 107 տարի առաջ էր գալիս քանդելու, քայքայելու մազից կախված մեր գոյությունը։ Հոգևոր առաջնորդի Գևորգ Սուրենյանցի այս խոսքերը համախմբեցին զինվորականին ու կամավորին։ Պետականություն չունեցող ժողովուրդը համախմբվեց, միասնական էինք, հաղթեցինք։ Նախ եւ առաջ այստեղ բոլորի գիտակցության մեջ այն խնդիրն էր, որ սա վերջն է արդեն։ Եթե այստեղ չենք կանգնեցնում, չենք խնդիրը լուծում, ուրեմն ստացվում է, որ արևմտյան Հայաստանի ճակատագիրն ենք կիսում։ Այս առումով շատ կարևոր է գիտակցումը։ Իսկական հերոսամարտ էր Բաշապարանում, Սարդարապատում ու Ղարաքիլիսայում։ Պանթյուրքիզմ իրագործելու թուրքական անզուսպ նկրտումներին խանգարում էին եւ արևմտահայերը եւ արևելահայերը։ Նրանք նպատակ էին դրել, վճռել էին հասնել մինչեւ Թբիլիսի ու Բաքու, բայց արյունալի այդ մարտերում հայերն էլ վճռել էին չսողալ թշնամու առաջ։ Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ 20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը իսկական փրկություն էր, հույս արևմտյան Հայաստանի բախտակիցը չդառնալու։ Դժվարությունները շատ էին, թվում էին անհաղթահարելի, անհամաձայնություններն էլ անթիվ էին, բայց միասնականություն կար, պատմաբանն է ասում։ Շարունակում է մի բան, որ մեզ պակասում է հենց այսօր։ Համաժողովրդական միասնությունն է, որ գլխավոր դժբախտությունը չխուսափենք այդ բառից, այս բառակվածությունն է եւ փոխադարձ անհանդուրժողականությունը, որը պետք է ոչ թե մեր մեջ լիներ, այլ լիներ թշնամու հակառակորդի օտարի հանդեպ։ Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը վերցրեց Հայաստանը եւ այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991-ին, բայց սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր։ Հաղթանակի շնորհիվ արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման։ Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918-ին պատահականություն չէր, այն ընտրություն էր՝ թրքանալ, թե հայ սերունդներ ունենալ։ Տիգրան Ույկուրղինյան, ժամը լրատվական։ Առավոտյան հուշահամալիր են այցելել Հայաստանի վարչապետը, նախագահ, խորհրդարանի խոսնակը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Տոնական իր ուղերձում Փաշինյանը շեշտել է մեր ինքնությունը, մեր պետությունն է։ Փաշինյանը խոսել է բալանսավորման, քաղաքականության, հարևանների ու մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ձգտումների մասին։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետության տոնի արդիվ ուղերձ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառ հայրապետը տոնական ուղերձում շեշտել է, որ հաղթանակները հնարավոր են համախմբվելու դեպքում։
Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև եւ աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք եւ շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելը անհնար է եւ վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Հանրապետության տոնին նվիրված ուղերձում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է գրել. Սարդարապատի միասնության եւ կազմակերպվածության օրինակը վստահ եմ մեզ դեռ ոգեշնչելու է։ Դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան ուղերձում գրում է. Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը, հաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից։ Ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք եւ վերջապես ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ շարունակելու պայքարը եւ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն, հավերժ փառք բոլոր այն հայրենիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը։ Օրվա խորհրդին դեռ կանդրադառնանք, իսկ մինչև այդ Ալիևի հերթական ցուցադրական շոուն Լաչինում միջազգային նոր օդանավակայանի բացումն է կազմակերպել հրավիրել Էրդողանին։ Ցուցադրական համատեղ ռևերանս է արել Թուրքիայի նախագահը։ Էրդողանի ինքնաթիռը վայրեջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի Լաչինի շրջանի միջազգային օդանավակայանում։ Սա 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված ռազմական նշանակության երրորդ օդանավակայանն է։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Պակիստանի վարչապետը։ Էրդողանն ու Ալիևը օկուպացված Արցախի Բերձոր Քաշաթաղում կամ Լաչինում կառուցված օդանավակայանում միմյանց են փարվում։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռն առաջիններից է, որ վայրեջք կատարեց Բերձորում կառուցված օդանավակայանում։ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը, ինչպես միշտ, լայնաբաց ժպիտով է, բան ունի ցույց տալու մեծ եղբորը։ Այս երկու իսլամական պետությունների ղեկավարներին միանում է նաև երրորդը, Պակիստանի վարչապետը։ Հիշենք, հենց 2020 թվականի 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը։ Եվ ըստ վերլուծաբանների Արցախյան խաղում Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով։ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Թուրքիայի ու Պակիստանի բարձր մակարդակով մասնակցությունը այդ նախագծի բացմանը վկայում է, որ այն չի պատկանում միայն Բաքվի օրակարգին, այստեղ ունենք մի հստակ մշակված եռակողմ համատեղ ռազմավարություն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի շրջանակներում, որն իրեն դրսևորումն է գտնում ոչ միայն հռետորաբանության կամ զորավարժությունների մեջ, այլ արդեն նաև ենթակառուցվածքային, այդ թվում օդային վերահսկման ու ռազմական լոգիստիկայի իրական դաշտում, այսպես կարելի ասել։ 44-օրյայից հետո արդեն Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերություններ ստեղծվեցին։ Երկու երկրները պաշտպանական եւ ռազմական համագործակցության շրջանակում պայմանավորվածություն ունեն ձեռք բերել GF-17C բլոկ 3 կործանիչներ։ Բաքուն պատերազմի արդյունքները ոչ միայն պահպանում է, այլ ամրապնդում է ուժային եւ միակողմանի լուծումների միջոցով։ Դա բացահայտ հակադրում է ոչ միայն խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին, հատկացի ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունը ձևավորելու նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն առանց արևմտյան կամ ռուսական միջնորդության։ Եվ այս անգամ էլ Ալիևը առիթը բաց չի թողել։ Բերձորում եռակողմ մասնակցությամբ տեղի ունեցած սամիթի ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային եւ Պակիստանին Բաքվին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցության համար։ Ադրբեջանն իր հերթին միշտ մոտ է եղել Թուրքիային եւ Պակիստանին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը։
Ադրբեջանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե Բերձոր քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը դրա նշանակությունը բարի նպատակների համար է, միևնույն է, ռազմական ոլորտի փորձագետները չեն բացառում դրա ռազմական եւ այսպես ասած ոչ բարի նպատակը։ 2021-ին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էին ակնարկում, թե օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը։ Ըստ փորձագետների դա ուղերձ է ուղղված Հայաստանին, Իրանին եւ ավելի լայն տարածաշրջանային խաղացողներին։ Նորակառուցած օդանավակայան տալիս է ոչ միայն տրանսպորտային, այլև դիտարկման ու վերահսկման ֆունկցիաներ։ Օդանավակայանի տեղակայումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների աջակցությամբ իրականացնել դիտարկում, վերահսկողություն, ինչպես Հայաստանի հարավ-արևմտյան ընդհանրապես Հայաստանի կոնկրետ Սյունիքի ուղղությամբ, այնպես էլ Իրանի հյուսիսային սահմանահայց գոտիներում։ 2021-ին Ալիևն ու Էրդողանը օկուպացված Վարանդայում Ֆիզուլիում էին օդանավակայան բացել, 2022-ին էլ օկուպացված Կովսականում։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ով կստանձնի Երևան-Բաքու շփման հաշտարարի դերը, ցանկացողները քիչ չեն, բայց շահերն էլ շատ են, ով կդառնա այս առումով Հարավ-Կովկասի գլխավոր խաղացողը։ Թեև Երևան ու Բաքուն տետատետ շփմանն են ձգտում, այդուհանդերձ գալու է միջնորդի դերակատարության ժամանակը։ Ուշ թե շուտ գալու է միջնորդի ժամանակը ու երկկողմ երկխոսել որոշած Երևանին ու Բաքվին ամեն դեպքում երրորդ կողմ է պետք լինելու, որովհետև պարզ է առաջ չի գնում խաղաղության գործընթացը, կարծես փակուղի է, իսկ գերտերությունները չեն զլանում օգնության ձեռք առաջարկել, եւ ուրեմն ով կձգտի Հարավային Կովկասի այս հակամարտությունը լուծելու առաջամարտիկը լինել։ Ցանկացողները քիչ չեն, բայց նպատակներն իհարկե սեփական շահերն են։ Այս փուլում չի ստացվում այդ երրակողմ ֆորմատի ներքո Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դրանից նաեւ օգտվում է Ադրբեջանը։ Իրենք ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարց բարձրացնել եւ նաեւ խուսափել այդ ձևաչափի ներքո անցկացվող բանակցություններից։ Բայց դա ինչ-որ մի փուլում իհարկե լինելու է։ Իմիջիայլոց հենց ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափը այն ձևաչափերից է քիչ, որտեղ որ Ռուսաստանը եւ Արևմուտքը հաջողությամբ համագործակցել են եւ նաեւ դա մի հարթակ է, որտեղ որ կողմերը կարողանում են իրար հետ խոսել։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ միտնում դա կվերականգնվի եւ իհարկե առանց միջնորդների հայ-ադրբեջանական գործընթաց, գործընթաց չի կողմներ։ Այս առաջ չգնացող բանակցությունների Մինսկի խումբը լուծարելու անդադար պահանջների ֆոնին տարածաշրջանում ակտիվ են թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը։ Ով հեռահար նպատակներ ունի Հարավային Կովկասում, այսպես ասենք, ում ազդեցության գոտին է լինելու մեր տարածաշրջանը։ Համենայն դեպս Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանում օրերս դարձյալ առաջ բերեց 3 գումարած 3 հարթակը։ Դրան զուգահեռ Վաշինգտոնից պետքարտուղարի մակարդակով պարբերաբար են հայտարարություններ հնչում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ բարգավաճ ապագա ապահովելու համար։ Այն, որ Թրամփի վարչակազմը Բաքվի հետ վատ հարաբերություններ չունի, պարզից էլ պարզ է, ասում է քաղաքագետը։ Համեմատում Բայդենի պաշտոնավարման օրերի հետ, ասում է, այդ ժամանակ կտրուկ ջանքեր էին գործադրվում Հայաստանին, այսպես ասենք, Ռուսաստանից պոկելու։ Հիմա թեև Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար Սպիտակ տունը փորձեր անում է հակամարտությունը բռի մեջ պահել, միևնույն ժամանակ ըստ քաղաքագետի ավելի լուրջ հարցեր ունի օրակարգում, ավելի կարևոր իր համար։ Չեմ ասում, թե իրենց համար ընդհանրապես նշանակություն չունի Հարավային Կովկասը։ Իհարկե ունի, բայց ուզում եմ ասել, որ այն մեծ դիմակայությունը, որ կար նախկինում, հիմա չկա, մի փոքր թուլացել է։ Դա նաև Ադրբեջանում են հասկացել եւ Բայդենի կառավարման վերջի ժամկետում ադրբեջանական մամուլում իշխանական փոխագետները բաց տեքստով ասում են, որ մի քիչ էլ դիմանանք, կգա Թրամփը եւ այլևս Ադրբեջանի վրայից ճնշումները կընկնեն։ Այս դեպքում ով կդառնա Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հնարավոր միջնորդը, երկրորդ շունչ կտրվի 3 գումարած 3-ին, թե Ռուսաստանը կփորձի մենակ խաղալ։ Գուցե ամեն դեպքում Վաշինգտոնը կվերանայի դիրքավորումը։ Փորձագետները չեն շտապում միանշանակ ենթադրություններ անել, հարցը բացառապես կապում են Ռուսաստան-Ամերիկա-Ուկրաինա բանակցային ընթացքի հետ։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։ Սահմանազատման խնդրին է այսօր անդրադարձել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։ Նա ընդգծել է, թե սահմանազատմամբ ևս մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը եւ նվազեցնում չեզոքացնում խոցելիությունը։ Գրիգորյանը ասել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպան ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Սահմանազատումը սակայն փոխվարչապետը փակուղային չի համարում։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։
Վառելիքի շուկայում անորակ բենզին է վաճառվում, ինչ են անում պատկան մարմինները։ Հայաստանում կա 429 անվանում դեղ, բայց պարզվում է, որ դրանց մի մասը գրանցված չի։ Պետք է արդյոք, որ ծնողները սոցցանցերում հրապարակեն իրենց զավակների լուսանկարները, ինչ վտանգներ կան։ Շարունակում ենք թողարկումը։ Անորակ բենզինի վաճառք, ինչ է սա, եթե ոչ անբարեխղճություն, Բարսի թողի վիճակը հասցրել է մի հանգրվանի, որ արդեն մի քանի տնտեսվարող ուղղակի տնային պայմաններում քիմիական տարերի վալենտականությամբ են զբաղվում։ Բենզին են ստանում էժան նավթամթերքներից, որոնք պիտանի չեն ավտոմեքենաների համար։ Վառելիքի շուկայում անորակ բենզին է վաճառվում։ Ամիսներ առաջ այդ բենզինի 1 լիտրը վաճառվում էր 250 դրամով։ Այն ավելի էժան է վաճառվել, քան գնման գինն է եղել։ Բենզինի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շատ տնտեսվարողներ ուղղակի տնային պայմաններում բենզին են ստացել էժան նավթամթերքներից, որոնք պիտանի չեն ավտոմեքենաների համար։ Մենք ավելի շատ ունենք մասսայական վատ բենզինի եւ վատ սերլեցող կայաններ, քան թե նորմալ աշխատողներ։ Դրա համար մարդիկ այսօր կազմում են ոչ թե ցուցակ, որտեղ վատ, այլ կազմում են ցուցակ, որտեղ լավ։ Աղտոտված կարա լինի, օրինակ, հասկանան, որ այնտեղ որտեղ պահեստավորվում է, պահեստային մասը չէ ունենում նաև իրացնողը, որտեղից որ դուրս է գալի։ Այնտեղ լինի, այնտեղից խնդիրը ծագի, կարան բերեն էժանը, թանկը խառնեն, էժանը եւ շուկայականը խառնեն իրաց ստանան միջին։ Էժան անորակ բենզինը հայտնվել է վառելիքի շուկայում հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանի բենզինի հիմնական մատակարարը նավթամթերքի պակաս ուներ Ուկրաինայում հակամարտության պատճառով։ Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն այնպես չէ, որ խնդիրը վերացավ։ Այսպիսի խարդախություններ, չարաշահումներ հիմա էլ են կատարում տնտեսվարողները, եւ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ստուգող, վերահսկող մարմինները թերևս իրենց տեղում չեն, եւ որքան էլ հայտարարում են, թե ստուգումներ իրականացնում են տնտեսվարողների մոտ, դրանց արդյունքները սակայն տեսանելի չեն։ Միայն թղթի արկայությունը բավարար չի անվտանգության կամ որակի երաշխիքներ ունենալու համար։ Եվ իրացման ցանցում փաստացի դարձել են փաստացի ստուգող կամ ստուգաչափում նայող, թե արդյոք լիտրաժ համապատասխանա թե չէ։ Իրաց ասացան, որ վերջական մարմինները կարելի է ասել հանգործության են մարտված, 92 կստանան, 93 կստանան, 90 ինչ կստանան, ինչը ինչ է կստանան, ինչ կվաճառեն։ Եթե վերահսկողություն չկա, փորձարկում չկա, տեսնում ենք, չէ՞ որ տարբեր գնի բենզիններ ունենք շուկայում, այդ թվում նույն կայանում։ Հիմա կառավարությունն առաջարկում է ներդնել վերահսկողության նոր համակարգ։ Դրա շրջանակում բենզինը կստուգվի տեղափոխման եւ վաճառքի յուրաքանչյուր փուլում, որպեսզի կանխվի վառելիքին կողմնակի խառնուրդների ավելացումը։ Հայաստանում բենզինի որակը կստուգվի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման եւ վաճառքի փուլերում։ Արդյունք կունենաս, եթե պետական պատշաճ վերահսկողություն լինի, հենց որում այդ պատշաճ վերահսկողությունը երբ որ ասում եմ, մտածված այս բոլոր տեսական ինչ կարող է լինել, երբ որ քննարկում ենք այդ տեսական կողմը պետք է չինովնիկին, որը կարողանա մշակել մեթոդաբանություն, որ վերահսկի եւ արդյունք ապահովի։ Մնում է հիշեցնել, որ անբարեխիղճ եւ սպառողների հաշվին խարդախությամբ գումար աշխատող տնտեսվարողների մոտ հարկ է հաճախակի ստուգումներ իրականացնել, պատժելու նաեւ այն տնտեսվարողներին, որոնք վառելիքի վաճառքի ժամանակ թերլցումներ են կատարում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Սահմանվել է հիմնական դեղերի ցանկը, որոնք երկրին անհրաժեշտ են, բայց գրանցված է դրանց շուրջ 50%-ը։ Չգրանցվածները սակայն կկարողանան մտնել Հայաստան, մասնագետները պնդում են, որ այս քարտ բլանշն էլ ցավի ոտքը չի կոտրում։ Դեղերի այդ քանակն էլ չի լուծի դեղերի սակավության հարցը։ Հայաստանում շրջանառվող դեղերի միայն 8%-ն է արտադրվում տեղում, մնացած 92%-ը ներկրվում է այլ երկրներից։ Հիմնական դեղերի ցանկն է, որ մեր երկրի համար սահմանել է առողջապահության նախարարը։ 429 անվանում դեղ կա այստեղ, բայց պարզվում է դրանց մի մասը գրանցում չունի մեր երկրում։ Փաստորեն խնդիր չէ։ Դեղագործական կազմակերպություններին գերատեսչությունից նամակ են ուղարկել, տեղեկացրել, չգրանցված տեսակներն էլ կարող եք Հայաստան բերել։ Դե եթե իհարկե խանգարող ուրիշ հանգամանքներ չկան։ Գրանցման ժամկետը ավարտվել է եւ այլևս ներկրողները եւ դեղորայքային ընկերությունները արտադրողները չեն գրանցել տեղը, որովհետեւ այդ բարձընթացած երկերի վճարների եւ այլի տակ բիզնես առումով իրենց հետաքրքիր չի եղել գրանցել։ Անվտանգային առումով պետք է այդ դեղերը լինեին, դա շատ էպիզոդիկ է այն քաոսի մեջ, որը որ ստեղծվել է դեղերի շուկայում։ Նորից բայց կա։ Նման դեպքեր, այսինքն չգրանցված դեղերի թույլտվությունը, որը որ թույլատրվում է առողջապահության նախարարությունը թույլատրել, դա բացառիկ դեպքերում է, դա արտակարգ իրավիճակ
իրավիճակի դեպքերում է, դա պատերազմական իրավիճակի դեպքերում է։ Հիմա հարց է առաջանում, ոնց որոշեցին, որ մի դեղը թույլ տան դերել, իսկ մյուս դեղը չէ։ Այս համայնապատկերում առաջին անգամ չէ, որ մասնագետներն ահազանգում են դեղերի դեֆիցիտի մասին, որ առկա է մեր երկրում։ Հիմա ընդհանուր առմամբ մոտ 3300 գրանցված դեղ ունենք, որից ներմուծվող գրեթե 2000։ Առողջապահական փորձագետների գնահատմամբ այս թիվը առանց այն էլ չնչին է խնդրահարույց։ Նշում են, մեր 3 միլիոն բնակչությանը միջին 8000 գրանցված դեղ է անհրաժեշտ։ Հենց այդքան օրինակ մեր հարևան վրացիներն ունեն։ Ամենահեշտ տարբերակը, որը տվյալ պահին կա, նույն կանոնակարգով, նույն ձևաչափով, ԵԱՏՄ կանոնակարգով ընդունվել է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում մոտավորապես 10000 անվանում գրանցված է, այսինքն այդ դեղը գրանցել են թե Ռուսաստանում, թե Բելարուսիայում, թե Ղազախստանում, ասում ենք այդ դեղերը թույլատրեք, թող ներկրվի հարգելիներս։ Մինչև հիմա բյուրոկրատական ինչ-որ մեխանիզմներ ստեղծելով չեն կարողանում թույլատրել, որպեսզի այդ դեղերը գա։ Թեպետ փորձագետների պնդմամբ դեղերի խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, այնուամենայնիվ մասնագետները տպավորություն ունեն, թե խնդիրը հետին պլան է մղվել։ Դե օրակարգում էլեկտրոնային դեղատոմսերի հարցն է, որ ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 2027-ից կգործարկվի։ Նախարարությունը հետ քայլ է արել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է 35 տարի առաջ, գրեթե բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը, պաշտոնապես ընդունել կամ վավերացրել են այն։ Յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր իրավունքները, մենք օգնում ենք նրանց, կրթում, ապահովում անվտանգ միջավայր։ Իսկ արդյոք ծնողները պահպանում են իրենց երեխայի իրավունքները եւ սեփական զավակի նկարները տարածում են սոցցանցերում, որտեղ են սկսվում երեխայի իրավունքները եւ որտեղ ավարտվում մեծահասակի ազատությունները։ Ժամի անդրադարձը։ Այս երեխան հազիվ 5 տարեկան լինի, դեռ չի կարդում, չի գրում, բայց արդեն ունի թվային կենսագրություն, լի տասնյակ լուսանկարներով, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում առանց իր իմացության ու համաձայնության։ Համացանցի նշանակությունն ու ներուժը մեր օրերում գնալով մեծանում է, մասնավորապես սոցիալական մեդիայից օգտվելը դարձել է առօրյայի անբաժան մաս։ Մեզանից շատերը ամեն օր հրապարակելով տարբեր լուսանկարներ հաճախ անգիտակցաբար թիրախավորում են հենց մեր կողքին գտնվող երեխային, առանց հաշվի առնելու օրենքի արգելանքը։ Հայաստանի օրենսդրությամբ առանց ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի թույլատվությամբ երեխայի լուսանկարը հրապարակելը կարող է իրավախախտում համարվել։ Նույնիսկ ծնողի հրապարակած լուսանկարները կարող են խախտել երեխայի անձնական կյանքի իրավունքները։ Հոգեբանները ասում են, որ դա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ որ ծնողը իր երեխայի լուսանկարը հրապարակում է եւ դա հետո դառնում է հանրային սեփականություն, այսպես ասած։ Դրա մասին արդեն բազմաթիվ դիրքորոշումներ եւ վերլուծություններ կան եւ իրավաբանների կողմից եւ հոգեբանների կողմից, ինքս դա շատ սխալ եմ համարում։ Սոցցանցերում յուրաքանչյուր հրապարակված լուսանկար պատմություն է։ Պատմություն, որն առաջին հայացքից կարծես թե ունի դրական երանգներ, սակայն իրականում այն շատ մեծ ռիսկեր է ներառում։ Այս կիբերհանցագործությունների դարում այդ երեխայի լուսանկարը կարող է հեշտությամբ վերցվել եւ պորնոգրաֆիական նյութերի, բան դառնալ եւ նաեւ ինչ որ այլ ոչ ճիշտ ինֆորմացիոն ինչ-որ նյութերի, մանավանդ հիմա շատ ենք հանդիպում, օգնեցեք երեխային, ինչ-որ հիվանդ երեխային նկար ու ինչ-որ դրամային օգնություն են խնդրում։ Չափահաս երեխայի լուսանկարի հրապարակումը առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության արդեն իսկ իրավախախտում է, պնդում են մասնագետները, բայց օրինակ ողբերգությունից հետո ինչպես հրապարակել լուրը, ինչպես ցույց տալ դիցուկ անչափահասների լուսանկարները, որ չխախտվեն նրանց իրավունքները, չդառնան խոցելի եւ չխախտվեն լրագրողական էթիկայի կանոնները։ Իրավական պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ որ նման իրավիճակներում լրատվական կայքերը կամ միջոցները դիմում են ազգականներին, ստանում են թույլտվություն նման հրապարակումներ անելու համար եւ մյուս հակառակ եւ ամենաշատ տարածված դեպքերը, երբ որ չեն ստանում այդ թույլտվությունը, բայց այնուամենայնիվ վերցնում սկրինշոտ են անում եւ այլն։ Իսկ հոգեբանները պնդում են առհասարակ անչափահասի նկատմամբ հրապարակումը թե հոգեբանական, թե իրավական առումով ոչ ցանկալի վարք է։ Ողբերգական դեպքերի պարագայում ըստ հոգեբանի այդպիսի հրապարակումներով ցավի ապրումներն ավելի են խորանում։
Հարազատը կարծես կորցնում է իր վերահսկողությունը կորցրած հարազատի վիշտը պահպանելու սքալու նկատմամբ եւ վշտի փուլերը, որոնք որ պետք է ինքը կարողանա հաղթահարել, դրանք երկարաձգվում են եւ վերաապակինում տեղի չի ունենում։ Երբ սոցցանցերում մեկ հրապարակումով տարածվում է երեխայի պատկերը, քչերն են հարցնում, թե որտեղ են սկսվում երեխայի իրավունքները եւ որտեղ ավարտվում մեծահասակի ազատությունները։ Մասնագետները կոչ են անում պահպանել երեխայի իրավունքները եւ սոցիալական մեդիայում երեխաների պատկերներ տարածել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Ով կհաղթի մարդու եւ արհեստական բանականության միջև պայքարում, ինչ են առաջարկում մեդիա մասնագետները մետայի խափանման դեպքում, երբ վտանգված են օգտատերերի հաշիվները։ Շարունակում ենք թողարկումը։ Ով կհաղթի մարդու եւ արհեստական բանականության միջև պայքարում, հարց է արհեստական բանականությունը մարդուն կփոխարինի, թե կօգնի։ Ստեղծողները վստահեցնում են, որ այն լինելու է գործիք, հնարավորություն մարդու համար, իհարկե այս պահին դեռ շատ սխալներ է անում, բայց 5 տարի անց ավելի որակյալ արդյունք կտա։ Արհեստական բանականության փորձարարական ծրագիրն արդեն 2-րդ տարին է փորձարկվում է Հայաստանի 14 դպրոցում։ Ժամանակի թելադրողն ու հրամայականը արհեստական բանականությունը այժմ դասավանդվում է նաև դպրոցներում։ Արդեն 2-րդ տարին իրականացվող արհեստական բանականության սերունդ փորձարարական կրթական ծրագիրն այժմ գործում է 14 դպրոցում։ Այն ներդրվել է ավագ դպրոցների 10-րդ դասարանում։ Աշակերտները ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, ծրագրավորում Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն ընդհանուր եւ խորացված ծրագրով։ Այս ծրագիրը ըստ կրթական գերատեսչության նպատակ ունի ձևավորել արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին սկսած դպրոցից։ Ինչպես որոշ երեխաներ ավագ դպրոցում որպես նպատակային առարկաներ կարող են ընտրել քիմիան ու կենսաբանությունը ու հետողությամբ խորացնել իրենց գիտելիքները, այս դեպքում էլ այն երեխաները պետք է լինեն ծրագրում, որոնք մաթեմատիկայից, ինֆորմատիկայից գիտելիքներ ունեն, որ հետողությամբ իրենց այսպես գիտելիքներ շարունակում են խորացնել, որպեսզի հետո բարձրագույն կրթությունը շարունակեն այդ ուղղությամբ։ 10-րդ դասարանի ավարտին գիտելիքի ստուգման արդյունքներով աշակերտները կարող են շարունակել արհեստական բանականության կրթությունը, խորացնելով գիտելիքները տարբեր ուղղություններով։ Շատ կարևոր է ընդգծել, որ երեխաները պարտադիր լուծումներ են անցնում, անկախ նրանից ինչպես են իրենք գնահատվել դպրոցում, իրենց ընթացիկ գնահատումը այդ առարկաներից ինչպես է իրականացվել, առանձին ուսումնասիրած առարկաներից իրենք լուծումներ են անցնում եւ դրանով գնահատվում։ Կրթական գերատեսչությունից հայտնում են վերապատրաստվելու են թե մաթեմատիկա, թե ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները, որպեսզի կարողանան իրականացնել այդ ավելի բարդ ծրագրերի դասավանդումը դպրոցներում։ Ոլորտի փորձագետն էլ նկատում է, թեև արհեստական բանականության գործիքակազմին տիրապետելը իսկապես անհրաժեշտություն է տեխնոլոգիական ժամանակակից աշխարհում, այդուհանդերձ այն պետք է տրամադրվի արդեն իսկ կայացած մասնագետներին, խուսափելու երեխաների մտածողությունն ու ստեղծարարությունը խեղելու, ռոբոտացնելու վտանգից։ Մասոն մոտեն լավ սովորել է, ինքը հասկացել է ուղեղի նեյրոցացը լավ զարգացած է։ Իրեն, երբ որ տալիս է հզոր գործիք, արդեն դա օգնում է։ Բայց երբ որ մարդը ինքը դեռ չի զարգացրել դա, այսինքն ինքը դեռ ամենաբազային մակարդակի մտածողության խնդիրները լուծելը պետք է սովորեցնի իր ուղեղին։ Այդ ժամանակ եթե մարդուն տրամադրվի այդ գործիքները, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք, որտեղ ինքը բազային մակարդակը չի լուծել դեռ որպեսզի գնա առաջ։ Խնդիրը նրա մեջ է, որ դու պետք է հասկանաս, թե ինչի այդ գործ ունես, որպեսզի դա կարողանաս ինտեգրալ մեկ, երկրորդը լավ եթե հասկացար, դի հասկանաս ինչպես դա ինտեգրալ, որպեսզի ասում հոնք սարքելու տեղ աչքներ չհանես։ Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 26 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել ավելի շատ դպրոցների եւ մեծաթիվ աշակերտների։ Այս տարվա սեպտեմբերից ակնկալվում է ծրագրում ընդգրկել եւս 10 դպրոց։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանում Facebook-ից եւ Instagram-ից օգտվող հանդրույթը խորը ապաթիայի մեջ է ընկնում եւ դրանցից որևէ մեկը խափանվում է։ Ինչ են առաջարկում մեդիա մասնագետները եւ ձեր օգտահաշիվները հայտնվում են վտանգի տակ։ Facebook, Instagram-ում հանգիստ չէ, Մետայի հետ խնդիր կա։ Մասնագետների պարզաբանումները Էդվարդ Պողոսյանի տեսանյութում։ Հարազատներիցս մեկի Facebook-յան ծրագիրը չի աշխատում։ Առաջին 2 օրը ջնջել, նորից տեղադրելով կարգավորվում էր։ Հիմա դա էլ չի օգնում։
Եղբորը Սեջնել է անհետացել ու ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել, իսկ ընկերների մոտ ընդհանրապես ցույց չի տալիս, իբրև նման մարդ չի էլ եղել։ Անհանգիստ է հայկական Facebook-ը, օգտահաշիվներ, էջեր, խմբեր են անհետանում կամ առանց հիմնավորման արգելափակվում, ընդ որում նույն խնդիրը նաև Instagram-ում կա, որը հիշենք միևնույն ընկերության սեփականությունն է, այսինքն համակարգային մետա պրոբլեմ է։ Գնալով ավելի մեծ թափ հավաքում, ժամանակին դա միայն Facebook-ին խմբերում էին մարդիկ գրում, երբ որ սերվերային խնդիր կա, չի կարա տևի 24 ժամից ավել։ Իրանք կոմպենսացնում են միլիարդավոր դոլարներ, թե գովազդների առումով դրանց բաժնե տոմսերի ակցիաների գներն անկնում։ Այնպես չէ, թե խնդիրը միայն մեր երկրում է նկատվում, անհասկանալիորեն տարածաշրջանն է թիրախավորված, պնդում են մեդիա մասնագետները։ Առաջնորդած լսեցին, որ խնդիր կա մեր մոտ, երկու տարբերակ առաջ քաշեցին, առաջինը գուցե մասսայական ալտերային հարձակում ա եղել, որի ընթացքում ոնց որ միացել է այսպես կոչվող մեդիա ինքնապաշտպանականը, երբ որ ինքնապաշտպանականը միանում, օրինակ ինչ-որ մեկը ուզում է դեր պրոֆիլը գողանա, Facebook-ը նկատում է տարբեր գաղտնաբարերը հավաքում է վայելում, Facebook-ը բլոկավորում է այդ պրոֆիլը, դրանց ինքը պաշտպանում է։ Ուրիշ տարբերակ էլ կա, որ խնդիրը դիացից է։ Ինչ անել, երբ սեփական օգտահաշիվը դառնում է անկառավարելի, այսպես ասած ձեռքից գնում է։ Մեդիա մասնագետներն առայժմ միայն առաջարկում են անընդհատ մուտք գործելու կամ գաղտնաբար վերականգնելու փորձեր չանել, ուշադիր հետևել էլեկտրոնային փոստին, հատկապես թե ով է ձեզ նամակ գրում։ Իդեպ մեդիա փորձագետները նաև տեղեկացնում են, որ Facebook-ում ինչ-որ փոփոխություններ են նկատում մեր ազգային հերոսի Մոնթե Մելքոնյանի խնդրի հետ կապված։ Ասում են, թե տպավորություն ունեն, քաղաքականությունը փոխվել է, զանգվածային հակագրոհներն արդյունք են տվել։ Դե գոնե հիմա կտրուկ չի փակում էջերը, երբ մեր հերոսի անուն ազգանունն ենք գրում կամ նրանից լուսանկար հրապարակում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Դատավոր Արտուշ Գաբրելյանի գործով նախաքննությունը ավարտվել է, կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, լրահոսի ուշագրավ թեմաները մեկ տեսաշարով։ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության աճի տեմպը թեև փոքր-ինչ արագացել է, սակայն մնում է ցածր մակարդակում։ Լույս հիմնադրամն է վերլուծել տնտեսության զարգացումները այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին։ Տնտեսական աճի դանդաղելու հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքների մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում էլ ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Կառավարության որոշման մեջ կարդում ենք. ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Բացահայտվել է դատական իշխանության ներկայացուցչի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրելյանի կողմից խոշոր չափերով 10,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք։ Հակակոռուպցիոն կոմիտեն է տեղեկացնում։ Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը պարտավոր լինելով գործի քննությունը եւ լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել արդարացի քննություն, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն պահանջել է 3,892,500 դրամին համարժեք 10,000 դոլար կաշառք։ Քրեական բարույթով նախաքննությունն ավարտվել է։ Բարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատան ուղարկելու միջնորդությամբ։ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ 42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, իսկ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Երևանի քաղաքապետը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել Դավիթաշենում հիմնված նոր այգուց։ Ավենյանը կից գրել է, որ շուրջ 1 հեկտար տարածքի վրա երևանցիների եւ հարակից դպրոցի աշխատակիցների հետ հիմնել են նոր այգի։ Այն ըստ քաղաքապետի կդառնա նոր կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Այգում ընդհանուր առմամբ տնկվել է 87 ծառ, իսկ տարածքն ապահովված է ոռոգման համակարգով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Այսօր տորնադո է դիտվել Արթիկում, սա Հայաստանի համար արտարոց մթնոլորտային երևույթ է, Շիրակի մարզի Նահապետավան գյուղում էլ աննախադեպ կարկուտ է տեղացել։
Եվ վերադառնանք օրվա խորհրդին, Սարդարապետի հուշահամալիրը խորհրդանշում է Հայաստանի պատմության առանցքային իրադարձություններից մեկի 1918 թվականի Սարդարապետի ճակատամարտի հետ։ Սա մի բուռ հաղթանակ էր, որ հնարավորություն տվեց պահպանել Հայաստանի անկախությունը։ Սարդարապետի ճակատամարտը ու հաղթանակը դարձան կարևոր խորհրդանիշ ի նշան անկախության, ազգային միասնության և պատմական հիշողության։ Գլուխգործոց, որ հայ ժողովրդի հավաքական ուժն ու պատմական հաղթանակն է խորհրդանշում։ Սարդարապետի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը ամբողջացնում է ոչ միայն հայոց անպարտելիությունն ու հավերժական պայքարը, այլև ավանդույթներ ունեցող ճարտարապետությունն ու բազմադարյա ազգային մշակույթը։ Հայոց ողջ պատմության ընթացքում մենք նման մասշտաբի հուշարձան բացահայտված, մեկնաբանված, ամբողջական չունենք։ Հուշակոթողը գտնվում է Արաքս գյուղի մոտ պատմական Արմավիր մայրաքաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համալիրը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 1918-ին հայ ժողովուրդը հաղթանակ է տարել թուրքական զավթիչ կանոնավոր բանակի դեմ։ Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործները Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանն ու Արա Հարությունյանը։ Մենք դեռ գործ ունենք արվեստի և մշակույթի և ճարտարապետության լեգենդների հետ, ովքեր իրանց ժամանակների մեջ ցածարիկ էին իրանց և կատարողական և մեկնաբանելու և ապագայի հետ կապված տեղահար ուղերձներ փոխանցելու իմաստով։ Սարդարապետի հուշահամալիրը գերազանցող որևիցե հուշարձանախումբ հայտնի չէ։ Գերմանացիները նշում են, որ մենք չգիտենք ում գործն է ավելի կարևոր եւ պատասխանատու եղել։ Այն մարդկանց, ովքեր որ Սարդարապետի ժամանակ կերտեցին հաղթանակը նրանց, թե այս ովքեր որ կարողացան այս հուշարձանախումբը ստեղծել։ Հուշահամալիրի մուտքը հսկող կարմիր տուֆից պատրաստված 8 մետր բարձրությամբ ցլերի քանդակները խորհրդանշում են հայ ժողովրդի հզորությունն ու անկոտրում ոգին։ Իսկ ահակենտրոնում մոտ 35 մետր բարձրությամբ զանգակատունն է։ Որոշ աղբյուրների համաձայն 3 շարքով կախված 12 զանգերը համապատասխանեցված են Հայաստանի պատմական մայրաքաղաքների թվին։ Հրապարակից ձախ գտնվող ծառուղու երկայնքով մի շարքով 5 քարե արծիվների հսկայածավալ քանդակներ են, որոնք ի սկզբանե պետք է դեմքով ուղղված լինեին Հայաստանի հարավային սահմանի և Թուրքիայի կողմը։ Սակայն թուրքական իշխանությունների բողոքից հետո խորհրդային կառավարությունը հեղինակներին հանձնարարել է փոխել արծիվների դիրքը։ Այժմ դրանք նայում են դեպի բիբլիական Արարատը։ Դեպի Հայաստան նրանց հայացքները լինի, թե արևմտյան Հայաստան ուղղված լինի, իրականում արծիվների խորհրդաբանությունը կամ իմաստաբանությունը չի փոխում, այդտեղ դրված է մեր նահատակների հոգիները, որոնք որ արծվի պես սավառնում են։ Հուշահամալիրը կառուցվել է 1968 թվականին եւ բացվել Սարդարապետի ճակատամարտի 50-ամյակին։ Այն ներառում է նաեւ Հայաստանի ազգագրության թանգարանը, որն ավելի ուշ է կառուցվել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակի ժամն է, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Դե իսկ այս պահին ներկայացնեմ հանրապետությունում սպասվող եղանակային տեսությունը։ Եվ այսպես, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտ և Վայոց ձորի լեռներում սպասվում է 19-ից 22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 24-ից 28, Լոռիում 16-ից 20 աստիճան, Տավուշում 20-ից 24 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում 29-ից 31, Սյունիքի հովիտներում 27-ից 30, Սյունիքի նախալեռներում 17-ից 21 աստիճան տաքություն։ Երևանում գիշերը սպասվում է 14-ից 16, ցերեկը 28-ից 30, երեկոյան ժամերին 19-ից 21 աստիճան տաքություն։ Լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։